Aja. Urmez այսօր, և թող մեզ հատիս մեր, urmez և մենք թող մերոց բաղդաբանած, և մի տանիրս մեզի փորձություն, այլ կրյազ մեզի շարեմ, սիքոյ արկայություն և զորություն և կար Դավիդյանը սա, Եկեղեցուն օգտագործի եկեղեցիների ինչ պետք է անի հայոց եկեղեցին պետական կառավարման համակարգի և ազգային ինստիտուտների բարելավման համար։ Ինչպես կառուցելու մասին, գիծ պատկան Հայաստանի մարտահրավերները հաղթահարելու հայրերի ու հաղթելու մասին։ Աստված օգնական սրբազաններ ներկայացնելուց։ Սկսենք առաջին արձիտ առաջին քննարկման թեմայից։ Իսկ նվիրված է այն գաղափարին, որ եկեղեցի իշխանությունների ժողովող համագործակցային առանց, ինչպես ասվեց, կարող է և պետք է դառնալ շարժիչ ուժ պետական խնդիրների լուծման և առաջնահերթությունների տեսման համար։ Այնուամենայնիվ ներկայումային դերակատարներս եկեղեցի պետություն, իշխանությունների եկեղեցի պետություն առանցից բացներ, պետություն ժողովող առանցքը աղճատված է։ Եվ այս հարաբերությունների լարվածության և վստահության ընդհանրման համատեքստում ինչպես է ընդհանրել եկեղեցու և իշխանությունների միջև վստահության աղճատումը, ինչպես ասեցինք, և ինչ այլեր ավելիշ է վստահության դրանալու համար։ Մի անգամից սկսեց իր ամենը նախ շնորհակալություն ես վերջը կասեմ դեր հարցին անդրադառնալու ուղղակի նախ եկեղեցի պետության մասն չի որովհետև եկեղեցին հենց ինքնին իր ոգևոր առաքելություն զատ և դժբախտաբար շատ հաճախ դեր պահվել է և կա որպես պետականաստեղծ հաստատություն և զբաղվում է կառավարությամբ։ Եվ հետևաբար երբեք չի կարող եկեղեցու և պետության միջև որևէ անմիջականություն աղճատման իմաստով։ Եվ մենք շատ հաճախ նմանեցնում ենք մարմին և հոգի ունենալու։ Մարմինը պետությունն է, եկեղեցին է հոգի։ Խնդիրը ժամանակ առ ժամանակով այս կամ այն կառավարություններն են, որոնց քինքին հաճելի չի լինում շատ հաճախ այն խոսքը, որ եկեղեցին որպես միջոց ունի իրավելով տվյալ ժամանակներում, տվյալ ժամանակներում հատկապես խնդիրների։ Եվ հենց եկեղեցու առաքելության կարևորագույն հատկանիշներից մեկը հենց խնդիրներին անդրադառնալն է։ Մենք այսօր ոչ թե խնդիրներ, այլ ամբողջական աղերի մեջ ենք։ Եվ դա և անընդհատ փորձում են դիտարկել կառավարության մեջ գտնվելու զիջներ, դա ուղղակի մոլորություն է խաբերություն։ Եկեղեցին այսօր կոնկրետ խոսում է գոյաբանական վտանգի մասին, որ մենք որպես ազգ պետություն ուղղակիորեն հայտնվել են այո ժամանակ եւ այո այդ ժամանակի կառավարությունների որոշ ժամանակների պատասխանատուները եւ պատմածություն են եկեղեցիներ ներք այն գործած սխալները եւ նաեւ ինչու՞ չէ մեր աչքի առջևում է պատմություն ուրացումը որ ուղղակի չէ հետեւաբար այդ կառավարությունը փոխարեն օգտվելու է դիտարկումից կամ ուսումններից կամ ուղղությունից, որը անաչառ գործ, որը քաղաքական որևէ շահ, ձգտում, ինչ ասեմ, օրակարգ չունի, եւ օգտակար եւ առողջարար է օգտվելը, ոչ թե հակամարտել։ Հիմա այսօր մենք գտնվում ենք հենց այնպիսի իրավիճակում եւ
ուղղակի հակամարտության ներզալու բոլոր ապահովությունները նույնիսկ անձնական ոչնչի բարեկամ բոլորը գիծ սահման չափ որը դրություն չէ դա է մարդկանց վարկագիծը այս չէ ուզում եմ թեմայի մեջ այսպես կոչված քաղաքական երանգ տալու բայց պատկերը շատ պարզ է ինչպես սկզբից ասացի եկեղեցի եւ պետություն հարաբերությունների պահանջարկում գոյություն չունի որտեղ եկեղեցին հենց այդ պետականության համար պայքարած բացարձակ հազարավոր տարիների ինստիտուտն է համակարգը եթե մի պահ չանդրադառնանք երկրորդը այդ առճակումը տեղի ունենում այն պատճառով որ ժամանակի կառավարիչները հավանաբար եւ այս հիմա ներկայիս ցանկանում են երկարքեցնել եւ բոլոր ծրագրերը անհարազի էկոնոմիկային հիմնավոր իմաստով երկրորդը քարոզչությունն է դաշնի քարոզչություն երրորդը հեղինակություններն են այսինքն եթե նույնիսկ այդ հեղինակությունները չկան հիմա սուբերային պատկերի մեջ մարդիկ պատասխանատվություն են կրում առաջնորդում են համապատից դուրս են տանում են դեպի ավետյաց երկիր ճանապարհին են ստեղծում են որից էլ առաջնորդվում էին բարձրագույն արժեքներով իրենց համար ծայրագույն բարձրագույն նշանակություններ թե աստվածային կամքի ճանապարհը ինչպես կանոնպես է կազմել կարիերում դրոսներ են ունեցել ամեն մեկի դերից առաջնորդության դրոսի այսպես ասած մոդելը ձևակերպել են մատուցել բայց չի ստացվում եկեղեցին ինքը ինքնին արդեն իր թե շարունակականության թե հիշողության թե գործադրման թե նաև աստիճանական աճով առաջնորդության հետաքրքիր մոդելի այսպես ասած ներկայացումը կարող է որից դարձել գալուց առաջնաց կարող է լիվնի որտեղ ինչպես է դերն իսկ հիմնական իմաստով ինչպես ասած առաջնորդությունը ուրեմն կապված է կրթության հետ ոչ թե կրթվելու հետ դաստիարակության լայն իմաստով պետական բոլոր հնարավոր տարբերակների ներգրավվածության քարոզչության եւ երրորդ հանգամանքը այս համար չափազանց կարևոր է հեղինակություններ ստեղծել մենք այսօր հեղինակություններ դերձի մեջ ոչ թե որ չկան այլ բոլոր առումներով գործում է հեղինակության պատկերը ջնջել չլինի որևէ մեկը կարողանա երկու խոսք ասելով առաջնորդել հանկարծ աշխարհը առաջինի կառավարությունները պետք է մտահոգ լինեն ձգտեն առաջնորդություն ստեղծելու եւ առաջնորդության մոդելը ստեղծելու եւ ստեղծել դաստիարակության հնարավորություններն ընձեռել վերցրեք առողջապահությունը այսօր գլուխ են եւ այսպես որ մեկն է մշակույթը վերցրեք որ ռազմարվեստը վերցրեք ռազմարվեստից այնպիսի կերպարներ կան որոնցից եկեղեցուցոնցից համակարգից մնացած բոլոր հարցերը որ մենք ուզում ենք գիտություն եթե հենց հիմա շիրակում ենք չէ գիտությունը վերցրեք 6-րդ 7-րդ դարում մենք իեզե աջակցողի տեր ասում կողքից ինչ-որ իմանալ ոչ այս երկրում ինչքան համակարգ գոյություն ունի եկեղեցի չկա ուրիշ համակարգը ստեղծել դարձյալ պիտի ստեղծի խոսենք դրա մասին ավանդը թե ինչ համակարգ է մեզ անհրաժեշտ Դեպեք ներդերն ասում ուրացեք, խաչը վերցրեք և եկեք մի ետերից, բայց ոչ թե շղթելու մասին ասում, այլ քո անանձնականությունը դրսևորում ասում, այսինքն դու ապրում ես, դու որպես մարդ, որպես անձ, այդ լայն հասարակության մաս ես կազմում և ինչքան որ դու անձնականացման մաս ես ասում, փչացնում ես հասարակություն, այն ինչ որ մեր կյանքում այսօր տեղի ունենում ուղղակում, հետևաբար քրիստոնեությունը առաքինությունների կրում
Սրա մասին մենք չենք խոսում, որ քաջություն մեզ ինչ է ներկայացնում, անընդհատ արիներով, վարվածելով չեն կարող լինել, դրա ծնողը այսօր կառավարիչի գլխավորություն։ Հետևաբար, ինչ պետք է արվի, շատ պարզ է։ Ես կարծում եմ, որ այստեղ եկեղեցին մեծ դերակատարություն, առաջին հերթին հարուստական գործիքներով, ոսկի միջոցով։ Երբ որ ասեց, որ ամբողջ խոսքը մոդելում է, ես ուրախացա, որ գոնե մի անգամ ինձ խոսք չեն տալու։ Ես շատ խոսել չեմ սիրում։ Շատերին թվում է, թե ես շատախոս եմ, բայց այդպես չի։ Լսելը շատ ավելի հաճելի է, քան խոսելը։ Բայց քանի որ Պանկրատ Սրբազանը մղեց այս քայլին, այս գրքի վերնագիրներն այն բովանդակություններ, ինչ որ ասաց Սրբազանը, բնականաբար շատ հոգեհարազատ է, 99% ինձ համար նույնական է, իմ մոտեցումների հետ նույնական է։ Եվ նաև լուծման ուղիների հետ կապված, տեսլականի հետ կապված նույնական է։ Եվ դա ասված, որ այն բոլոր ախտորոշումները, որ իրականացվում են, եւ այն բոլոր դեղամիջոցները, որ առաջարկվում են, ի վերջո մեզ հանեն այն վիհից, ինչի մեջ որ է։ Սրբազանը նշեց, որ վերջին 7 օրերի դարձյալ ալիգոծված է մեր հասարակությունը եւ ալիգոծված է բացել ոչինչի։ Մի հիմար, ես ասում եմ ամենայն պատասխանատվության, ես շատ քիչ